Սերդանց փարթանք տիրոջը, Աստծո ժողովուրդ, փարթ տիրոջ, օրհնյալ է Աստված, մեր Տեր Հիսուսը։ Մենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը ոչ միայն տարի մեկ անգամ կհիշենք, կամ պետք է հիշենք, այլ ամեն ժամանակ մեր հոգու մեջ պետք է լինի, որ Քրիստոսը մեզի համար աշխարհ է եկել, մեզի համար ծնվել է, հետո մեզի համար Աստծո թագավորությունն է բերել, Աստծո թագավորությունն է քարոզել, շատ հրաշքներ, նշաններ է գործել, մեզի համար չարչարվել է, իր կյանքն է տվել, իր կյանքը տվել է մեր մեղքերի համար, որպեսզի մեզ փրկե, որպեսզի մեզ արտարացնե, եւ խաչվավ, որպեսզի մեզ տա հավիտենական կյանք, հարություն առավ, որպեսզի մեզի փրկե այս աշխարհից, դժոխքի կրակներից, եւ համբարձվավ երկին գնաց, որպեսզի բարեխոսե մեզի համար խորը եւ մխիթարիչը ուղարկեց, ինչքան բան կա հիշելու, ամեն ժամանակ, ոչ միայն ծնունդը տարի մի անգամ, այլ ամեն օր, ամեն ժամանակ պետք է մենք մեր միտքը, մեր հոգու մեջ ունենանք, որ Քրիստոս մեզ համար ծնվավ, չարչարվավ, իր կյանքը տվավ, փառք Տիրոջը։ Մեր սրդի խորքի մեջ, եթե գիտակցենք Տեր Հիսուսի մեծ գործը, փրկարար գործը, որ բոլոր մարդկության համար է, ով որ ընդունի, ով որ սրտանց հավատա, ով որ գիտակցելով հավատա, ոչ թե ինչպես որ շատերը ունին իրանց մեջ հավատք, պաբենական եկած, ես էլ հավատամ, ես էլ քրիստոնյա եմ, հավատամ ու վերջ, ոչ, գիտակցելով ընդունես, որ Քրիստոսը քեզի համար մեռել է, քեզի համար խաչվել է, փառք Տիրոջը, որ Քրիստոսը մեզ համար խաչնել է, փառք Տիրոջը, որ մեզ համար այրուն է թափել, ինչքան մենք պետք է ուրախ լինենք, որ Քրիստոսը մեր փրկիչն է, ինչու համար ուրախ չենք, Աստծո ժողովուրդ, ինչու համար ենք տխուր, մենք պիտի ուրախանանք, ցնծանք, ինչպես շատ սաղմոսների մեջ կսե, ցնծացեք, ուրախացեք Տիրոջմով, օրհնեցեք Տիրոջ անունը, գովեցեք իր անունը, իր գործերը պատմեք ամեն ժողովրդին, պատմեք իր գործերը ցնծությամբ, ուրախությամբ։ Ես կուզենայի այսօր Տիրոջ օգնությամբ խոսել սրդի մաքրության համար, բացենք Առագած գիրքը 22 գլուխ 11 խոսքը։ Սրտի մաքրություն սիրողին շրթունքների վրա շնորհք կա, ու թագավորը անոր բարեկամ կլա։ Փառք Տիրոջը։ Սրտի մաքրություն սիրողի շրթունքների վրա շնորհք կա։ Ովքեր են, որոնք որ շնորհք հաղորդեն, ովքեր որ սրտի մաքրություն ունեն, Աստծո շնորհք հաղորդողները, Աստծո շնորհքը ում վրա է, ովքեր որ իրանց սիրտը Աստծո համար բաց է եւ իրանց սրտի մեջ մաքրություն կա, եւ թագավորը, ով է թագավորը, որ բարեկամ կլա նրա հետ, այդ թագավորը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Տեր Հիսուսը ասեց. դուք իմ բարեկամներս եք, եւ ով է իր կյանքը բարեկամների համար կուտա, միայն Քրիստոսը իր կյանքը մեզի համար տվավ։ Փառք Տիրոջը, նորից կարդամ Սաղմոսներից, Աստծո ժողովուրդ։ Տեսեք Դավիթը ինչ կսե 51-րդ Սաղմոս 10-րդ խոսքը։ Ով Աստված, իմ մեջս մաքուր սիրտ ստեղծե, եւ իմ ներսիդիս ուղիղ հոգի նորոգե։ Զիս երեսեդ մի ծկեր, ու քու սուրբ հոգիդ ինձ մի առներ։ Տեսեք, ինչպիսի աղերսանք ու աղոթք խնդրե Տիրոջը, որ ով Աստված, իմ մեջս մաքուր սիրտ ստեղծե եւ իմ ներսիդիս ուղիղ հոգի նորոգե, որովհետեւ Աստված կհաջի, որ բանոր սրդանց է, որ բանոր սրդի մաքրությունով է։ Տեսեք, ամեն փառքը, շատ մարդիկ փառք կուտան ասուն, չէ, որ կհարցնես ոնց է, սկսե փառք ասուն, բայց որ փառքը Աստված կընդունե, որ մարդու մեջ որ սրդի մաքրություն կա, եթե սրդի մաքրությունից սրդանց փառք կուտաս, Աստված կընդունե, այս մասին շատ են խոսած է,
Եվ Աստծո խոսքի մեջ կսե հաջորդը իմ ներսիդիս ուղիղ հոգի նորոգ է։ Տեր Հիսուսի կամքն է, ինչպես աշակերտներին առաջի անգամ որ սկսեց քարոզել Աստծո խոսքը Սինա լեռան ներողություն այստեղ գրած է լեռան քարոզը Ձիտենյաց լեռը ներկայացում չէ եղբայրներ հա տեսեք ինչպես սկսե իր խոսքը 5-րդ գլուխ Մատթեոս ավետարան 3-րդ խոսքից բայց ես կուզենայի կանգ առնենք մաքրության վրա սերդով մաքուրների վրա բայց սկզբից կարդամ Երանի հոգով աղքատներուն վասնզի երկնքի թագավորությունը անոնցն է Երանի սկավորներին վասնզի անոնք պիտի մխիտարվին Երանի հեզերուն վասնզի անոնք պիտի ժառանգեն երկիրը Երանի անոնց որ անոթի ու ծարավ են աշտարության վասնզի անոնք պիտի կշտանան Երանի ողորմածներուն վասնզի անոնք ողորմություն պիտի գտնեն Երանի անոնց որ սրդով մաքուր են վասնզի անոնք պիտի տեսնեն Աստված Փարթիրոջը այս խոսքի վրա կուզենայի կանգ առնեի բայց այս բոլոր խոսքերը շատ օրհնյալ կյանք տվող խոսքեր են բայց այսօրվա իմ խոսքից բովանդակությունը մաքրության վրա որովհետեւ մենք կենտրոնանանք հասկանանք թե ինչ բան է մաքրությունը Երանի անոնց որ սրդով մաքուր են վասնզի անոնք պիտի տեսնեն Աստված շատերը գիտեն որ Աստված իրանց շատ կսիրե Աստված շատ ողորմած է եւ իրանք ասում կտեսնին չէ շատ մարդիկ հույս ունեն բայց Տեր Հիսուսը ինչ կսե ովքեր ասում կտեսնին ովքեր ասում կհանդիպին որբեզի կենաս պսակ առնին գրված է եւ հաղթողները կառնին ով որ հաղթե եւ այստեղ է գրած է ովքեր որ սրդով մաքուր են եթե պատկերացեք ժողովուրդ ջան բարև տալու մեջ, եթե դու մաքուր սրդով էլ բարև չես տա, չի ընդունվի Աստծո կողմից։ Եթե դու կմաղթես ինչ որ բարություն, բարի բան, եթե մաքրությունից չի գա, սրդից չի գա, անկեղծությունից չի ընդունվի։ Եթե մարդու կողմից չի ընդունի, տեսեք, շատ մարդիկ բան կցանկանան, չէ, բարի մաղթակներ, շատերն կսեն կեղծավորություն կանե, չէ։ Իր սրդի մեջ չկա այդ բանը։ Ուղղակի կցանկանա, բայց եթե ինչ որ հարցով դիմես Դունցի բարություն ես ցանկացել, ճիշտ է, կհիշես, որ բարի բաներ կմաղթեիր, հիմա այդ բարության կարիք ունիմ։ Կարող ես օգնել, այդ մարդը չկա էլ։ Ինքը միայն ցանկացող է։ Բայց եթե մարդու կողմից չի ընդունի այդ կեղծավորությունը, անմաքրությունը, եթե մաքուր սրդով չէ, եթե մարդու կողմից չի ընդունվի, չէ, մարդը գնահատե որ կեղծավոր բաներ, ես իրան չեմ հավատա։ Ինչքան առավել որ Աստված կքննե քո սիրտդ Քո սրդիդ խորքը կտեսնե, եթե դու ինչ որ մեկին մի բան կանես, սրդի խորքից է, սրդի մաքրությունից է, սրդանց է, այդ ժամանակ Աստված կընդունե ու Աստված կփառավորվի։ Համաձայն եք ժողովուրդ ջան, Աստված օրհնե զորացնե։ Եվ պաշտամունքի գալը, եթե մենք կհավաքվենք, ուղղակի ես չեմ ուզե ընդհանուրի համար ասեմ, բայց շատ մարդիկ կան, որ պաշտամունքից հետո կհարցնես եղբայրներն ինչ քարոզեցին, ասեի, չեմ հիշե ինչ քարոզին։ Չես հարցնի, բա ինչու համար էր եկել։ Օրինակ ինչու համար էր եկել պաշտամունքի։ Եթե քու մտքիդ մեջ, քու սրդիդ խորքի մեջ չկա Աստծուն հանդիպելու, որ Աստված խոսա քեզի հետ։ Դու գիտեք, որ Աստված խոսա եղբայրների միջոցով։ Շատ անգամ ես եկել եմ իմ հարցից պատասխանը քարոզի միջոցով եմ ես ընդունել։ Եղբայրը ելել է, քարոզել է, իմ պատասխանը ես Աստծուց ստացել եմ եղբոր միջոցով։ Դրա համար եթե մենք սրտանց հավաքվենք, որպեսզի Աստծո խոսքը լսենք, Աստծո կենտանի ջրերից խմենք, մեր մտքի մեջ կմնա այդ խոսքերը։ Տեսեք, աշակերտները գրել են, չէ՞ խոսքը, Քրիստոսի պատմությունը, ամեն բան ճիշտ է, Սուրբ Հոգու թելադրությամբ եղե, բայց նրանք ամեն խոսքը ուշադրությամբ լսել են ու գրի են առել, թե ինչպիսի առակներ ասե Տերը, ճիշտ է, ինչքան առակներ ունի Տերը, ինչքան խոսքեր ունի, ինչքան խորհուրդներ ունի, ինչքան աղոթներ ունի, եթե չլսեին, ինչպես պետք է մյուսներին պատմեին Քրիստոսի խոսքը, նույնն էլ Աստծո ժողովուրդ, ինչպես մեր Արմեն աղբերն էլ ասեց, որ այս տարի
Աստված թող օրհնե զորացնե, որ մենք միայն մեր մասին չմտածենք, այլ Աստծո խոսքը տարածողներ լինենք, որպեսզի շատ մարդիկ լսեն կենտանի խոսքը, տեսնեն այդ կյանքը մեր վրա ու դարձի կան։ Մեր նպատակը, այսինքն ոչ թե մեր նպատակը, այլ Աստծո նպատակն է, որ Աստված կամենա, որ բոլոր մարդիկ ճշմարտությունը ճանաչեն ու փրկություն ունենան։ Աստված թող փառավորվի, Աստված թող օրհնե զորացնե, որպեսզի իր խոսքը պահող լինենք, իր խոսքը մեր մեջ կյանք դառած պահենք։ Եթե խոսքը կընդունեմ որպես կենտանություն ինձ համար, այդ խոսքը ես կհիշեմ, այդ խոսքը կպահեմ։ Պատկերացրեք, բժիշկը հիվանդին միամ դեղ է ասել, չէ, գրել է, որ այդ դեղը եթե խմես, ընդունես կբժշկվիս։ Ու այդ հիվանդը այդ դեղատոմսը կորցնի։ Այսինքն դու հետ ուշադրություն չես դարձնել քո առողջությանը, չէ, քո հիվանդությունը քեզ համար մեկ է։ Հիվանդ կմնաս կամ ավելի կբարտանա, չէ, այդ թուղթը, այդ տված դեղատոմսը դու շատ ամուր կփայես, որպեսզի գնաս եւ դեղատնից վերցնես դեղը ու խմես առողջանաս։ Ինչքան անհրաժեշտ է, չէ, քո առողջության համար, բայց հոգու կենտանություն տվողը, հոգին առողջացնողը, հոգին զորացնողը հենց Աստծո խոսքն է։ Եթե դու լսես ու պահես չմոռանաս խոսքը, այդ խոսքերը բժշկություն են քեզի։ Փառք Տիրոջը։ Խոսքը լսելով կբժշկվիք, Աստծո ժողովուրդ։ Նաև խոսքը կարդալով է կբժշկվիք։ Այդ բժշկության մեջ կյանք կա։ Քրիստոսը եկավ ինչու համար, որպեսզի կորածը գտնե, փնտրե ու փրկե։ Ես եկա հիվանդների համար, չէ, ես չեկա առողջների համար, որտեվ առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին։ Մենք բոլորս եկել ենք հիվանդ, չէ։ Եկել ենք բժշկություն ընդունելու մեր Տեր Հիսուսից։ Տեր Հիսուսը եւ մարմնի բժիշկն է եւ հոգու։ Նա է կենտանացնողը։ Փառք Տիրոջ, Աստված թող օրհնե, զորացնե, որպեսզի մենք կենտրոնանանք իր խոսքի վրա։ Իր խոսքը մաքրություն է, իր խոսքը կյանք է։ Եվ Տիրոջ կամքով ես կուզենայի, որ այս նոր տարվա մեջ մենք ոչ թե ուզենանք ինչ որ նոր բան անենք, որպեսզի շատ մարդիկ ասեն, ինչպես որ տարին սկսեցիր, չէ, այնպես կշարունակվի, պես բան չկա գրած։ Դու ինչքան խոնարհվար, այնքան Աստված կբարձրացնի քեզի։ Ինչքան ընդունեցիր խոսքը, այնքան բժշկություն կընդունես։ Տարին կապ չունի ընդհանրապես մարդու հետ, մարդու հոգու հետ։ Ինչպես սկսեցիր, ինչպես սկսեմ, ես պետք է ամեն օր առավոտից սկսեմ իմ պաշտամունքս Աստծո հետ։ Իմ երկրպագությունս ու պաշտամունքս Աստծո հետ պետք է ամեն առավոտ սկսեմ, ոչ թե հունվարի 1-ից սկսեմ, որ մինչև դեկտեմբեր 31-ը պես շարունակվի, չէ։ Ամեն առավոտ ինձ համար նոր տարի է, նոր օր է, նոր կյանք է։ Շատերը քնան չզարթան, չէ, չկան այդ մարդիկ, բայց ինձ համար ամեն օրը, ինձ համար ամեն օր պետք է պատրաստվիմ Աստծուն դիմավորելու, ամեն օր պետք է մաքրվիմ, գսե ով որ մաքուր է թող ավելի մաքրվի, չէ, ով որ աղտոտ է թող աղտոտ մնա, այսինքն մաքրությունը ամեն օրվա գործ է, ամեն օրվա process է, իմաստություն ստանալն է ամեն օրվա, եթե ինչքան լսես խոսքը, չէ, այնքան դու գավելնաս, ինչքան ուզենաս Աստծո մասին բան իմանաս, չէ, Աստված կհայտնի, գսե ես զիս սիրողներին կսիրեմ, չէ, ով որ ինձի կփնտրե կգտնե, ով որ կուզե իմ մասից իմանա, չէ, Սուրբ Հոգին կուկա ու ինձնից կառնի ցեզի կուտա, Սուրբ Հոգին ինչ կառնի Աստծուց, Աստծո որդուց ինչ կառնի։ Օրինակ ես մտածել եմ Տեր Հիսուս, դու որ Սուրբ Հոգին տվել ես մխիթարիչը, ինչ պետք է տա ինձի քեզանից։ Միայն կյանք, այդ կյանքը ամեն առավոտ, երբ որ ֆիզիկական կյանք կուտա Աստված, ճիշտ է, մարմնավոր կյանք ապրելու, նաև կուտա հոգևոր կյանք, որպեսզի ես պատրաստ եղնեմ, որպեսզի ես մաքրվիմ։ Այսօրվա իմ խոսքից թեման է զուտ մաքրությունը, ես ուզենամ մաքուր լինեմ ամեն առավոտ, ամեն օր միշտ Աստծո առաջ մաքուր գտնվիմ, թե իրար խոսք փոխանցելու, թե ինչ որ գործանելու, ինչ որ process կատարվի մեր կյանքի մեջ, տեսնենք մաքրությունից է, սրտանց է, սիրով է, որպեսզի Աստված փառավորվի, Աստված թող օրհնե բոլորիս, զորացնե,
որպեսզի այդ կյանքը փոխանցվի մեր մեջ Աստծո հոգով։ Ամեն բան Աստծո հոգու ձեռն է։ Մենք շատ բան կուզենք, շատ բան կքարոզենք, չէ, բայց բոլորը Աստծո հոգու ձեռն է։ Թող Աստված փառավորվի, Աստված մեծարվի, ամեն։ Աղոթքի կանք Աստծո ժողովուրդ։ Խաղաղություն եկեղեցի Փառք Հիսուս Քրիստոսին, փառք Հորը, որ կամեցավ իր որդին ուղարկել աշխարհ, որ ծնվեց, եկավ եւ մեզ էլ ծնունդ տվեց հոգեվոր։ Ավետարանի միջոցով մենք էլ ծնվեցինք եւ դառնանք Աստծո որդիներ, երկնքի արքայության ժառանգորդներ։ Եվ այսօր Աստծո եկեղեցին երկրագոյատևում է, միջև որ Փեսանգա իր հարսին տանի։ Բայց եկեղեցին ունի կարիք ունի հանդերձներ հագնելու, պատրաստվելու, զարդարվելու, մաքուր լինելու, ինչպես եղբայրը խոսեց սրտի մաքրության համար, եկեղեցին դի սիրտը մաքուր լինի, այս աշխարհի զբաղմունքներից հեռու մնա, այս աշխարհի զբաղմունքները մեզ կտրում են Աստծո հետ հաղորդակցությունից, որովհետև Եփեսացիս 4 գլխի մեջ գրված է վերջի մասում. մի տրտմացնեք Սուրբ Հոգին, որով կնքվել եք որ օրվա համար, փրկության օրվա համար։ Հիմա եթե ես Սուրբ Հոգուն տրտմացնեմ, իրան հետ հաղորդակցություն չունենամ, իմ սրտի զբաղմունքները ինձ կփրկեն, չեն փրկի։ Կամ ես սրտով իմ եղբայրներից նսեմացնեմ, քուրերից նսեմացնեմ, կամ դատեմ, բարձրացնեմ, իջացնեմ, մաքուր սիրտ չի ուրեմն։ Եթե մաքուր սիրտ չի, ուրեմն եկեղեցին ունի արթնության կարիք, սրբության կարիք։ Այսօրվա աղոթքը պետք է լինի եկեղեցու արթնության համար եւ նոր տեղի համար, նոր շենքի համար։ Ինչ խոսք նաեւ կարիք կա հիշելու այն հոգիներին, որոնք Արմեն եղբայրը աղոթքի ցուցակա գրե, մոտ 30 հոգի կարդացինք անցել անգամ, այդ հոգիները դարձի գան։ Երբ որ դարձի գան Աստծո տուն մտնեն, ինչ պիտի տեսնեն։ Սեր, խնդություն, չէ, հոգու պտուղ տեսնեն։ Եվ զղջան ասեն, այն մարդ, ես ինչ խելքի տերենք, ինչու ժամանակին չեն գալի եկեղեցի, որ այս քաղցությունը վայելենք, Տիրոջ ներկայությունը վայելենք։ Աստված այսպիսի բաներ է գործեր անում եկեղեցու մեջ։ Բայց պիտի ավելին ասեմ։ Կարդանք եւ աղոթքի գանք։ Ուզում եմ կարդալ Առաջի Կորինթացիս 12-րդ գլուխ 4-րդ խոսքից պիտի կարդամ։ Սա եկեղեցուն է վերաբերվում։ Պարգևները զանազան են, բայց պտուղը նույն հոգին է։ Նույն հոգից է պտուղը, բայց պարգևները զանազան։ Նաև պաշտոնները զանազան են, բայց նույն Տերը կտա։ Նույնպես ներգործությունները զանազան են, բայց նույն Աստվածն է, որ կներգործե ամենքը ամեն բանի մեջ։ Բայց ամեն մեկուն հոգին հայտնությունը տրված է բոլորի շինության համար։ Մեկուն հոգով իմաստության խոսք տրված է, ուրիշին գիտության խոսք, նույն հոգին տված չափով, մյուսին հավատք նույն հոգիով, ուրիշին բժշկության պարգևներ նույն հոգիով, ուրիշին հրաշագործություններ, ուրիշին մարգարեություն, ուրիշին հոգիներու ընտրություն, ուրիշին զանազան լեզուներ, ուրիշին լեզուներու թարգմանություն։ Այս ամենը միևնույն հոգին կներգործե եւ ամեն մեկուն զատ կբաժնե ինչպես ուզե։ Այս ուրիշները մենք ենք, ամեն մեկիս։ Սիրելիներ, եթե այս բաները այսօր մեր մեջ լինի Սուրբ Հոգով տրված, մենք կտեսնենք, որ եկեղեցին արթուն է, եկեղեցին պատրաստ է, եկեղեցու մեջ կա Սուրբ Հոգու ներգործությունը, բայց այսօր պակաս ենք, ինչու։ Ռոստամ եղբայր, ինչու։ Որովհետև ամբողջ օրվա մեջ ժամանակս ծախսում եմ
բայց քիչ եմ աղոթում։ Սուրբ Հոգին իմ մեջ կներգործի։ Ես կարիք ունեմ Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելու, իր հետ մեկանալու, որպեսզի Աստծոց տված շնորհքը եկեղեցու մեջ գործածվի եւ մյուս պարգևը շնորհքը հայտնություն ինչ որ կա եւ եկեղեցում կլինի արթնություն։ Եկեղեցին արթուն կլինի։ Մի սխալ բանը անմիջապես կերևա։ Խավարի մեջ ինչ է լինի չի երևում, մութ է։ Բայց լույսի մեջ մի սև կետն էլ երևում է։ Մեր տան պատերը որ լրիվ սպիտակ է, դրսից փոքր մլակներ են մտնում։ Մեկը տենում թռնում է, այդ սև փոքր մլակը երևաց աչքիս։ Եվ ուզում դրան վերացնեմ։ Նույն մի սխալ բանը եկեղեցու մեջ պիտի վերացվի։ Դա լույսի մեջ կերևա։ Եթե մենք այսօր խնդրենք Տիրոջը արթնությունը, Սուրբ Հոգու ներգործությունը, այս պարգևները։ Մենք Ալիս Քուրիկե 10 թվին Հայաստանում եկեղեցու 50-ամյակին ենք մասնակցում ճամբարում, առավոտները առաջի հարկում աղոթք էր, ամեն առավոտ աղոթք կար։ Մի աղոթքա ժողովը վերջում մի եղբայր ինձ առանձնացրեց, այնտեղ տեսիլքներ կար, հայտնություններ կար, ասում էին, բայց մի եղբայր ինձ առանձնացրեց, ասեց եղբայր, քո վրայով տեսիլք եղավ, ես ուզում եմ քեզ առանցին ասեմ, բայց այդ առանցին ասածը ես հիմա ուզում ձեզ վկայեմ, բացահայտ ասեմ, թող իմ անձամաչի, դուք էլ բան սովորեք։ Ասեց եղբայր, Աստված ցույց տվեց, որ դու սրտով հպարտ ես։ Ասեցի ես ընդունում եմ եւ կփնտրեմ ու կգտնեմ թե ինչի մեջ եմ ես հպարտանում։ Եվ փնտրեցի ու գտա թե ինչի մեջ եմ հպարտանում։ Եվ վերեցի դրեցի Հիսուսի ոտքերի տակ։ Ասի Տեր, ես մեղավոր մարդ եմ։ Իմ սիրտը մաքուր չի։ Ես ինչի պետք է եղբայրների մեջ ինձ առանձնացնեմ, ինձ լավ տեսնեմ։ Չէ՞ որ բոլորը քոնն են։ Եվ այստեղ բժշկություն գտա։ Եվ հիմա էլ հսկում եմ, որ հանգարց հակառակորդը ինձի նորից չգցի խավարի մեջ։ Փառք Տիրոջը, մենք պետք է ուշադիր լինենք, այսօր ինչքան կարևոր է եկեղեցում լինի տեսիլք, մարգարեություն, հայտնություն։ Մեր ծառայողները իրենց ծառայության մեջ ակտիվ, աշխույժ, խոսքի դուռ բացվի, հայտնություն լինի, աղոթող լինենք մեր սպասավորների համար, ծառայողների համար, թե լինի քույր, եղբայր, երաժշտություն, երկու ամեն ծառայությունը։ Նրանք որ գալի գնում են նրանց համար, քրիստոնյա ընտանիքների համար, տկարների թույլերի համար, դժվարությունների, նեղությունների համար աղոթենք եւ արթնություն լինի եկեղեցում։ Եվ արթնությունից առաջ ավելավա Աստված մեզ մի հատ նոր տեղ տա, որպեսզի տեղավորվենք։ Երեխաների դասարան լինի, որպեսզի այդ երեխաները ավետարանով կրթվեն։ Այսօր մենք կարիք ունենք։ Կանգնենք աղոթքի եւ խնդրենք Տիրոջ ողորմությունը։ Մի խոսք էլ հիշեցնեմ Առակաց 29 գլխից 18 խոսքում գրված կարծեմ, մարգարեություն չունենալու պատճառով ինչ ալինու ժողովուրդը խոտորվում է։ Ուրեմն մենք կարիք ունենք, տեսնում ենք, չէ՞ որ մենք չունենք, մենք կարիք ունենք։ Ուրեմն գանք Տիրոջ առջև։ Հալելույա, ինչ ուրախոր է սերներ մեզ համար այսօր, Քրիստոս Հիսուսով ամեն օր հրաշալի է և ուրախությունով լի։ Մենք այսօր հավաքվել ենք նորից կրկին անգամ լսելու Աստծո խոսքերը։ Ինչն է ամենակարևորը մեր կյանքում, մարդու կյանքում ամենակարևոր բանը, ինչն է սերներ, հարստությունը, իմաստությունը, գիտությունը, ուժը, ինչն է ամենակարևորը։ Ամենակարևորը դա Աստծո խոսքն է։ Աստծո խոսքն է, որ Տեր Հիսուսը Մատթեոս ավետարանի 24:35-ում ասում է. երկինք ու երկիր պիտի անցնի, բայց իմ խոսքերս բնավ պիտի չանցնին։
Շատ կարևոր է այս խոսքը, հավատալ այս խոսքին եւ վերաբերվել, վերաբերմունք ցույց տալ, մոտեցում Աստծո խոսքին, Աստծո խոսքը պետքա բարձր լինի ամեն բանից ավելի, չէ՞։ Սամոսներում որումը չեմ հիշում, ասում է վասնձի քու խոսքը, քու բոլոր անունը վեր կարկեցիր։ Քո խոսքը, քո բոլոր անունը վեր կարկեցիր։ Եթե Աստված այսպիսի պատիվ է տալիս իր խոսքին, բա ես ու դու ինչ պետք է անենք Աստծո խոսքը։ Մարգարեներից մեկը Սամվել մարգարեն, հրաշալի մարգարե, այսպեսի մի խոսք ունի, ես քո խոսքերեն, ես անոր խոսքերեն, թե քո խոսքերեն լավ չեմ հիշում, բնավ մեկը գետին չծկեցի։ Ինչ հրաշալի դավանություն, ինչ հրաշալի խոստովանություն։ Եկեք քննենք մեր անձերը, ես այդպիսին եմ, թե ես իմ անձն եմ սիրում ավելի շատ։ Տեր Հիսուսի խոսքերը հավիտյան կմնան, և Տեր Հիսուսի Աստծո խոսքերը երկնքի մեջ հավիտյան հաստատ է, սիրելիներ։ Դրա համար Եբրայեցիներին ուղված նամակի մեջ է 12:26-ից 27 համարներում ասում է, որպեսզի շարժվող բաները, այսպես է գրում, որուն ձայնը այն ատեն երկիրը շարժեց եւ հիմա խոստացել ու կսե նորեն պիտի շարժեմ, ոչ թե միայն երկիրը, հապա նաեւ երկինքը, երկինք եւ երկիր պիտի անցնին։ Եվ այն նորեն բարը կցուցնե շարժված բաներուն հեղափոխությունը շինված բաներու պես։ Այսինքն, այս որբեսի անշարժ բաները հաստատուն մնան։ Ուրեմն ինչ որ շարժվող է պիտի շարժվի, բայց Աստծո խոսքը հավիտյան հաստատ է։ Հիմա շատ կարևոր է, որ այդ խոսքը մեր կյանքում տեղ գտնի, բնակվի եւ մենք այդ խոսքի համեմատ ապրենք, որբեսի մենք էլ հաստատ մնանք հավիտյան։ Աստծո խոսքում նաեւ Տեր Հիսուսը Հովանու 17:17-ում, 17-րդ գլուխ 17 խոսքում ասում է. «Սրբեզանոն քո ճշմարտությունովդ, քո խոսքդ ճշմարտություն է»։ Ինչով մաքրվենք, ինչով սրբվենք, Աստծո խոսքին զգուշություն անել, մեր անձին զգուշություն անել Աստծո խոսքի համեմատ։ Անդրանիկ եղբայրը շատ կարևոր մի բան ասեց, որ այսպիսի մի հավատ կա եւ տարածված է, որ նոր տարվա առաջի օրը ոնց է սկսար, այդպես էլ կգնա քո կյանքը։ Ինչ արեցիր, այդպես կգնա, բայց եղբայրն ասեց, որ Աստծո խոսքում տես բան չկա, ճիշտ է։ Հիմա ոնց որ մեկն էլ ասում է, երկու անգողնում պարկած են, հիմա առավոտ արթնացել են եւ հիմա անգողնուց իջնելով, եթե դու աչվոտ կտարաշ դրեցիր գետին, գործերդ հաջող կերտա։ Հիմա այն մեկն է ձախ կողմն է քնած, խեղճը ամեն անգամ ձախ ոտն է դնում, առաջին իմ սաղ գործերը ձախ է գնում իր, պատկերացնում եք։ Դրա համար մենք պիտի հավատանք խոսքին, որովհետև Աստծո խոսքն է մաքրում մեզ, Աստծո խոսքն է լուսավորում մեր միտքը։ Ինչքան սուտ բաներ կա, որոնց մարդիկ հավատում են, բայց դժբախտությունը նա է, որ մենք էլ ենք հավատում։ Մենք, որ վերստին ծնունդ ունենք Տերոջից, վերևից, մենք պետք է Աստծո խոսքին դիմենք, որովհետեւ նրանով մաքրվենք, նրանով լվացվենք, նրանով սրբվենք։ Ճշմարտությունը մեզ կազատ է ամեն տեսակ սուտերից եւ մենք ազատ կլինենք պաշտելու մեր Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Դրա համար Հակոբոս առաքյալը իր նամակի մեջ առաջի գլուխ 21-ից 25, 21 եւ 25 համարներում գրում է. Ես կարդում եմ 21 խոսքից. «Ուստի ամեն աղտեղությունը եւ չարության առավելությունը մեկտի ձգելով, հեզությամբ ընդունեցեք ձեր մեծ սերմանված խոսքը, որ կրնա ձեր հոգիները փրկել»։ Աստծո խոսքը կարող է մեր հոգիները փրկել։ Երբ որ մենք տեղ ենք տալիս, երբ որ մենք ընդունում ենք այդ խոսքը մեր սրտի մեջ, այդ սերմանված խոսքը, տեսեք, Աստված է սերմանում։ Աստված ասում է, անոր կլսե խոսքը եւ միտք կառնե
նա պտուղ կտա։ Երբ որ ես ընդունում եմ Աստծո խոսքը հավատքով, ընդունում եմ իմ մեջ, այն ժամանակ նա տեղ է գտնում իմ մեջ, ես տեղ եմ տվել Աստծո խոսքին իմ մեջ, նա բնակվում է իմ մեջ։ Այդ նույն խոսքը սիրելիներ ունի ուժ, ունի զորություն փոխելու իմ կյանքը։ Սակայն Հակոբոսը այդտեղ չի կանգնում, շարունակում է խոսքը։ Այդ ընդունված մեր մեջ սերմանված խոսքը, որ մենք ընդունել ենք, սիրելիներ, շարունակում է ասելով 22 խոսքից, բայց խոսքը կատարողներ եղեք, ոչ միայն լսողներ, ինքներդ ձեզ խաբելով։ Պաստորեն հնարավոր է, որ ես այստեղ որ գալիս եմ, լսում եմ հրաշալի խոսքեր, քարոզներ, ներգործում այն մեջ, ուրախություն է գալիս իմ մեջ, լուսավորվում այն միտքը, այո, ես համամիտ եմ, ինչ լավ է, ինչ հրաշալի է։ Բայց երբ որ ես գնում եմ տուն այստեղից, անցնում եմ մի քանի ժամ, սկսում եմ տարվել աշխարհով, տան գործերով եւ այլն, հոգսերով ու մոռանում եմ այդ խոսքի զորությունը։ Ու այդ խոսքը այլևս իմ կյանքում չի կարողանում գործի, որտեղ ես մոռացա։ Բայց երբ որ ես այդ խոսքի վրա խորհում եմ, երբ որ այդ խոսքը իմ մեջ սկսում է տեղ գտնել, եւ ես խորհում եմ, տեղ եմ տալիս այդ խոսքին, սիրելիներ, եւ պարապում եմ այդ խոսքի վրա, կատարվում է իմ համար ինչ Սաղմոս առաջինի խոսքերը, չէ՞, եւ ասում է. «Մեկ դիցկելով աշխարհի բաները, ցորեկ եւ գիշեր անոր օրենքին վրա կմտածե, եւ անիկա ջուրի ճամփաները տնկված ծառի պես պիտի լինի, որ իր ժամանակին, ինչ կարևոր խոսք է, իր ժամանակին իր պտուղը կուտա եւ անոր տերևները չեն թարամի»։ Այսինքն, սիրելիներ, Տեր Հիսուսը երբ եկավ այդ թզենից, չէ, ավելի շուտ թզենին ուրիշ պատմություն է, եկավ Պարդիսպանին, ասեց, այս ծառը, ասեց, արդեն քանի տարի է տնկված եւ պտուղ չի տալիս, եկել էր արդեն ժամանակն, նա պետք է պտուղ տար, ասեց, խնդրում եմ, այս տարի էլ համբերե փրեմ, 4 կողմը փափկացնեմ, թրիկ դնեմ, պարարտանույթ դնեմ եւ միգուցե ինքը պտուղ կտա, միգուցե պտուղ կտա։ Եվ սիրելիներ, գիտեք, ամեն օր մեր մինչև կյանքի վերջը, մինչև մեր կյանքի վերջը, Աստված համբերում է, բրում է, թրիկա դնում, պարարտանույթ է տալիս, ջրում է մեզի, այդ խոսքը սերմանվել է մեր մեջ, մեկը տնկե, մեկը կսերմանե, մեկը մյուսը կջրե, բայց Աստված աչ կուտա։ Հիմա սիրելիներ, այդ խոսքը, որ մեր մեջ է, այդ խոսքը պետք է աչ տա, աչի, արմատ գցե եւ պտուղ տա։ Դրա համար այդ խոսքին մենք պետք է տեղ տանք, ուշադրություն դարձնենք եւ Հակոբոսը դա նկարագրում է այս կերպ. կատարողներ եղեք, ոչ թե միայն լսողներ։ Սիրելիներ, այս խոսքը պետք է մեր ճակատնոցի պես լինի մեր առջևում, մեր սրտի մեջ։ Այդ դրա համար էլ ես Եբրայի ցիների նովասնամակում, որը որ հեղինակը վերցնում է հին ուխտից, ասում է նոր ուխտի նկարագրություն ինչպիսին պիտի լինի, քանզի գրված է Եբրայեցիս 8-րդ գլուխ 10 համար 8-10, քանզի այս է այն ուխտը, Զոր Իսրայելի տան հետ պիտի նեմ այն օրերեն ետքը, կսե Տերը իմ օրենքներս անոնց մտքին մեջ պիտի դնեմ եւ անոնց սրտին վրա պիտի գրեմ զանոնք ու ես անոնց Աստված պիտի լամ եւ անոնք ինձի ժողովուրդ պիտի լինեն, օրհնյալ լինի Տերը։ Ուրեմն երբ որ դու կարդում ես արդեն Սուրբ Հոգին, որ մենք ընդունել ենք մեր մտքի մեջ եւ մեր սրտի մեջ, այս երկու կարևոր բաները, ինչա մտածում իմ միտքը, ինչա ցանկանում իմ սիրտը, ինչա մտածում իմ միտքը, ասում է ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, որբեսի քննեք եւ իմանաք, թե ինչ Աստծո կամքը, որ բարի, հաճելի եւ կատարյալ է, որբեսի մենք կատարենք Աստծո կամքը եւ այս հրաշալի գործը մեր մեջ անում է Սուրբ Հոգին։ Աստված ինքն է այս բարի գործը մեր մեջ սկսեց, սիրելիներ, ինչ հրաշալի խոստմունք է սա եւ սա մեզ համար օրհնություն է։ Հակոբոսը ասում է շարունակության մեջ երանելի կլինես այն ժամանակ, երբ կկատարես։ Ուրեմն ես էլ, սիրելիներ,
մենք լսում ենք շատ անգամ խոսքերը, կարդում ենք, կպնում է մեր սրտին, բայց անցնում է մի որոշ ժամանակ, մեկ էլ մոռացանք այդ խոսքը։ Դու ես գրե ժամանակ անցրա խոսքի հետ, որտեղ Աստծո խոսքի հետ անցկացրած ժամանակը Աստծո հետ անցկացրած ժամանակն է, որտեղ Աստծո բերանից ելած խոսքն է, որ առաջ գալիս է մեր սրտի մեջ, եւ մենք երբ որ նրան տեղ ենք տալիս, այն ժամանակ մենք լինում ենք երանելի։ Մատթեոսի ավետարանի 7-րդ գլուխ 24 համարը դա լեռան վրայի եղբայրը նշեց քարոզի խոսքերն են, հիշում եք 5, 6 եւ 7-րդ գլուխներում։ Եվ երբ որ ինքը այդ բոլոր խոսքերը ասեց եւ վերջացրեց, Մատթեոս 7:24, ինչ ասեց վերջում Տեր Հիսուսը, Մատթեոսի ավետարան 7:24, արդ ով որ այս իմ խոսքերս կլսե եւ կկատարե զանոնք։ Զանիկա պիտի նմանցնեմ խելացի մի մարդու, որ իր տունը վեմի վրա շինեց, վեմի վրա։ Ուրեմն, երբ որ ես լսում եմ ու կատարում եմ, այն ժամանակ Տերը դառնում է ամրություն ինձի։ Նա իմ ամրոցն է, նա իմ կառույցն է, իր խոսքը, մեր կառույցն է, սիրելիներ։ Մենք զորանում ենք Աստծո խոսքով։ Մենք զորանում ենք շնորհքով Աստվածային։ Դրա համար էլ ասում է եւ փորձություններն եկան, նկարագրում է անձրև, քամիներ եւ գետերը վարարեցին եւ զարգին այդ տանը եւ այդ տունը չփլավ, որովհետեւ վեմի վրա էր հաստատված։ Դա Աստված, որ այսօր մեր բոլորի կառուցած տունը դա հոգեվոր վիճակն է, մեր կյանքն է հոգեվոր վիճակը, մնա կայուն եւ հաստատուն բոլոր փոթորիկների եւ բոլոր քամիների մեջ։ Ինչ տեսակ փորձություններ էլ որ մենք անցնենք, մեզ պահողը իմ ուժը չէ, մեզի պահում է Աստված, ելնել։ Մեզ պահողը Աստծո խոսքն է։ Պողոս առաքյալն էլ Կորինթացին ուված առաջին ամակի մեջ ունի դրա նման խոսքեր, ասում է առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ, ասում է 10-րդ խոսքը 3:10-ից, Աստծո շնորհքի չափով, որ ինձի տրվեցավ, իմաստուն ճարտարապետի մպես հիմք դրի, բայց անոր վրա շինողը ուրիշն է։ Միայն թե ամեն մեկը թող զգուշանա, թե ինչպես կշինես, հա, մեր հոգևոր տունն է։ Ինչպես կշինե, վասնցի մեկը ալ ուրիշ հիմք չի կրնար դնել, դրված են զատ, որ է Հիսուս Քրիստոս։ Եթե մեկը այս հիման վրա կշինե ոսկի արծաթ պատվական քարեր, փայտ, խոտ, եղեք, ամեն մեկու գործը հայտնի պիտի լինի վերջում, երբ որ Տերը կրակով անցկացնի մեր գործերը։ Մենք տեսում ենք երկու տեսակի շինանյութեր, չէ՞, երկու տեսակը, ավել չի։ Փայտ խոտ եղեք, որը կրակը կայրե, կվառե, դա մարդկային գործերն է, դա մարմնավոր բաներն են, իսկ ոսկի արծաթ պատվական քարերը դա հոգևոր բաներն են, Աստուծո եկած մեր մեջ կառույց ունեցող բաներն են, սիրելիներ, որ կրակը չի կարա դրան վառե, որտեղ Աստված ինքը մաշող կրակ է։ Իսկ օրինակ Սեդրակ Միսակապետնակով հիշում եք կրակների մեջ, իրանք այրվան, չայրվան, որտեղ Տերը եկավ կրակների մեջ եւ Տիրոջ հետ իրանք մարեցին կրակի զորությունը, այսինքն Տերը մարեց իրենց հավատքով, իրենք հավատացին, այդ հավատքը իրենց պահեց եւ իրանք հաղթեցին, սիրելիներ։ Այսօր հերթը մերն է եւ ոչ մի մարդ, ոչ մեկս կարող չենք լինի այս խոսքերը կատարենք, եթե վերստին ծնունդ չունենա, որևէ մարդ։ Եվ այստեղ նրանք մենք բոլորս, որ ունենք այդ վերստին ծնունդը, մեզ համար Հովանես առաքյալը առաջին նամակի մեջ, առաջի թուղթ Հովանու 5:3-ում այսպես է ասում. Վասնզի ասիկա է Աստծո սերը, որ անոր պատվիրանքները պահենք, եւ անոր պատվիրանքները ծանր բան չեն, վասնզի այն ամենը, որ Աստծո մեծ ծնած է, աշխարհին կհաղթե։
Ուրեմն Տիրոջ խոսքը մեզ համար ծանր չէ, ում համար ծանր չէ, Աստծուց վերստին ծնվածի համար, որովհետև Աստվածային բնությունը մեր մեջ է, Աստծո զորությունը մեր մեջ է բնակված, դրա համար այն մեզ համար ծանր չէ, որովհետև Հիսուսն էլ ասեց. իմ լուծս ձեր վրա առեք եւ ինձ մեզ սովորեցեք, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար, ու ձեր անձերին հանգստություն պիտի գտնեք, վասնց իմ լուծս քաղցր է եւ իմ բերս թեթև։ Ձեր Աստծո բերը թեթև է։ Վերստին ծնվածի համար դու հաղթել ես աշխարհին նրա շնորհքով։ Եվ այն պատվիրանը, որ հիմա ասում է, սիրիր, ինչպես ես սիրեցի, ները, ինչպես ես ներեցի, դու կարող ես այն կատարել Աստծո շնորհքով։ Բայց նա, որ չունի այդ հոգին, նա չի կարող դա կատարել։ Դրա համար էլ ասում է, ան որ Աստծուց մեծ ծնած է, աշխարհին կհաղթե։ Փիլիպեցիներին ուղված նամակից նայենք, առաջի գլուխ Փիլիպեցիս առաջի գլխի մեջ առաքյալը երրորդ խոսքից կարդամ. կգոհանամ իմաստուց մեզ, ամեն անգամ, որ ձեզ կհիշեմ, միշտ իմ ամեն խնդրվածքից մեջ ձեր բոլորի համար ուրախությամբ աղոթ կնեմ, ավետարանին հաղորդ լալուտ համար, առաջին օրվնե մինչև հիմա, սիրներ, էսի հրաշքա, եթե ես ու դու, մենք, ասում է, ես գոհանում եմ, որովհետև դուք ավետարանին հաղորդ եղաք, ինչ է նշանակում ավետարան, ավետարանին հաղորդ լինել ուրիշ բան չէ, եթե ոչ Հիսուս Քրիստոս, այսինքն ավետարանը դա Քրիստոսն է, ավետարանը Քրիստոսին է մեզի բացահայտում, ցույց է տալիս ով է նա, եւ այսօր ես ու դու Սուրբ Հոգու միջոցով հաղորդ ենք լինում Քրիստոսին, այսինքն ավետարանի մեջ եղող Քրիստոսին, այն զորությունը մեզ հաղորդ է դարձնում Քրիստոսին, ինչ նպատակով, որովհետեւ մենք իրանից սովորենք, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Եվ Սուրբ Հոգուն ավետարանը Աստծո խոսքն է, ավետարան միջոցով Սուրբ Հոգին հաղորդ է անում մեզի Հիսուսին, եւ Հիսուսին հաղորդ լինելով ում հետ ենք հաղորդ լինում, Հայր Աստծո հետ։ Այսինքն մենք հաղորդ ենք լինում Աստծո երրորդությանը, Աստծուն մեր մեջ։ Ինչ հրաշալի է սա։ Եվ այս ամբողջ նպատակը մեկ նպատակ ունի, ամբողջ այս խոսքը, որբեսի մեզ նմանեցնե իր որդուն Հիսուս Քրիստոսին սիրելիներ։ Եվ ասա մի մեծ հրաշք է, որ Աստված այս բարի գործը սկսավ, շարունակության մեջ կարդամ Փիլիպպեցիս 1:6, այս մասին վստահ ըլլալով թե ան որ ձեր մեջ բարի գործը սկսեց, մինչև Քրիստոսի օրը պիտի ինչ անի կատարե։ Տեսնում եք սիրելիներ, Աստված մեր մեջ գործ է անում։ Ինչ գործ է անում։ Նրա գործը, որ մեր ներսը, ինչպես լսեցինք, մաքրվի, Աստծո խոսքը ամեն բանից վեր կարգված, սրբվի, իր խոսքի համեմատ եւ Քրիստոս մեր մեջ ձևակերպվի։ Բան մը կուզեմ տեսնել, ուրիշ ոչ մի բան, բացի մեկ կարևոր բանից, Հիսուս Քրիստոս եւ զայն խաչը ելած, ասեց առաքյալը։ Ինչու, որովհետեւ այդ խաչը շատ կարևոր նշանակություն ունի այսօր իմ եւ քո կյանքում, որովհետեւ այս հին մարդը, սիրելիներ, մենք տակավին այս մարմնի մեջ ենք, եւ ամեն օր Քրիստոսն ասեց, պետքա քո խաչը առնես եւ իմ հետևից գաս։ Այսինքն ամեն օր ես հին մարդը պետքա ես խաչեմ, երբ որ նա գլուխը բարձրացնում։ Պողոս առաքյալը էլի Կորինթացիներց առաջին նամակում ասում է, բայց ես իմ մարմինս կճնշեմ եւ կնվաճեմ, որ չլինի թե շատերին քարոզելուց հետո ես ինքս խոտելի գտնվեմ։ Հռոմեացիներին ուղված նամակի 7-ի վերջի տողերում ասում է, ինչ խղճալի մարդ եմ ես, ով ինձ պիտի ազատե այս մահացու մարմնի ձեռքից, գոհություն Աստծո, մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Այսինքն Քրիստոսը մեզ ազատում է մեղքի մարմնից, այս մարմնից։ Նա տալիս է մեզ հաղթություն, նա տալիս է մեզ փրկություն, սիրելիներ։ Շնորհքով լեցված, օրհնյալ լինի Տերը։ Դրա համար
ասում է ես իմ մարմինը կճնշեմ ու կնվաճեմ։ Այս գործը, որ Աստված մեր մեջ անում է մեր հոգիների փրկության համար։ Ինչպես որ Հակոբոսն ասեց, որ ձեր մեջ սերմանված խոսքը ընդունեցեք, որ կրնա ձեր հոգիները ինչ անել, փրկել։ Նա մեր մեջ ինչ սկսեց բարի գործ։ Եվ այս բարի գործի համար, տեսեք, Աստված մեր մեջ է բարի գործը սկսե, իսկ ես ու դու ինչ պետք է անենք, Եփեսացիներին ուղված նամակի 2-րդ գլուխ 10-րդ խոսք։ Եփեսացիս 2:10 վասնցի մենք անոր ձեռագործնենք Քրիստոս Հիսուսով ստեղծված։ Տեսեք, նոր ստեղծագործություն ենք մենք այլևս հինը չենք, մենք ունենք հին բաներ, մենք ունենք այս հին մարմինն է սա, դեռ փրկված չէ։ Հռոմեացիներին ուղված նամակի 8-րդ գլխում ասում մենք սպասում ենք մեր մարմնի ազատությանը, այսինքն որ այս մարմնից պետք է դուրս գանք, այս մարմինը պիտի փոխվի եւ պետք է ակնենք փառավոր մարմին եւ դրա մեջ այլևս մեղք չկա։ Այն ժամանակ էլ մենք մեղք չենք գործելու։ Սա նշանակում է, որ ես ու դու այսօր նոր ստեղծված ենք Քրիստոսով եւ նպատակը բարի գործերի համար, որոնց Աստված առաջվնե պատրաստեց, որբեսի անոնց մեջ քայլենք։ Սիրելիներ, Տերը մեզ կանչել է բարի գործերի համար եւ ես ու դու այդ բարի գործերը կարող ենք ունենալ, երբ որ մենք տեսնում ենք Աստծուն մեր մեջ, որ նա այդ բարի գործը կատարում է մեր մեջ։ Եվ Փիլիպպեսին ուղված նամակում էլի մի հատ համար կա, 2-րդ գլխի ասում է 12-ից 13 համարները, Փիլիպպեցիս 2:12-ից Ուստի իմ սիրելիներս, ինչպես ամեն ժամանակ հնազանդ եղաք, ոչ միայն իմ ներկայությանս, հապա ավելի հիմա իմ բացակայությանս ատեն, ահով եւ դողով անձերնուտ փրկությունը գործեցեք։ Ինչ ասա նշանակում, վասնձի Աստված է, որ ձեր մեջ կներգործե կամենալը ու ունելը իր հաճության համար։ Սկզբի առաջի խոսքերը, որ Աստված բարի գործ է սկսել մեր մեջ, նա ներգործում է մեր մեջ բարի բաներ գործել եւ տալիս է մեզ ուժ եւ կարողություն, իսկ իմ կողմս հնազանդվելն է, կատարելն է իմ անձը ուրանալով։ Այս անձը իմ թշնամին է։ Տեսեք, ինչ է գրված Տիմոթեոսին ուղված, կարծեմ 2-րդ նամակն է Տիմոթեոսի, որ ասում է վերջի օրերի մասին, որ 2 Տիմոթեոսի 3-րդ գլուխ 1-2 համարները պետք չէ բոլորը կարդամ։ Զայս գիտիր, որ վերջի օրերը չար ժամանակներ պիտի լինեն, վասնզի մարդիկ պիտի լան ինչից է սկսում, անձնասեր, արծաթասեր, անպարտավան, հպարտ եւ շարունակում է։ Ինչից է գալիս անձնասիրությունից։ Ավելի մարդիկ անձնասեր են, ավելի հեշտասեր են, քան թե աստվածասեր։ Գաղտնիքը սա է, սիրելիներ, որ ես ու դու կանչեց Տերը մեզի ուրանալու հին մարդը, հին բնությունը, որովհետև դա մեղքի բնությունն է, որը որ արգել կա իմ եւ քո առջև հաղորդնելու կենթանի Սուրբ Աստծուն, որովհետև Աստծո խոսքում գրված է, կարծեմ երկրորդի թե առաջին երկրորդի մեջ ակոնտասին ուված նայենք, որ ասում է ինչ հաղորդություն ունի, չէ, երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ 14 համարից երկրորդ Կորինթացիս 6:14 անհավատների օտարախառն լծակից միլիկ, քանզի ինչ մասնակցություն ունի արդարությունը անօրենության հետ, ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ, եւ ինչ միաբանություն ունի Քրիստոս Բելիարի հետ, Բելիարը սատանայի անուններից մեկն է, կամ ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ, եւ ինչ հարմարություն ունի Աստծո տաճարը գուրկերի հետ, վասնզի դուք կենթանի Աստծո տաճարն եք։ Այսինքն տեսում եք ինչքան կարևոր է ճանաչել իմ նոր ինքնությունը։ Ես նոր ստեղծագործություն եմ, ես նոր մարդ եմ, Քրիստոս Հիսուսով ստեղծված նոր կյանքով ապրելու համար, Քրիստոսի զորությունով։ Պետրոսի խոսքերից էլ եմ ուզում հիշացնեմ իր առաջին նամակի մեջ, առաջի Պետրոս 2-րդ գլուխ
9-րդ խոսքից, բայց դուք ընտիր ցեղ մնեք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդը, որբեսի քարոզեք անոր առաքինությունները, որ ձեզ խավարեն իր սկանչերի լույսին կանչեց, որ ատեն մը ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդն եք, եւ առանց ողորմության էիք, բայց հիմա ողորմություն գտաք։ Օրհնյալ լինի Տերը, ուրեմն ճանաչել մեր նոր ինքնությունը, որ մենք ում ենք այսօր ծառա կանչված լինելու, մեղքին, որ մահվան է տանում, թե արդարության, թե Աստծո, որ տանում է հավիտենական կյանքի։ Այո, սիրելիներ, Աստծո խոսքը այսօր մեզ մաքրում է, Աստծո խոսքը ջուր է, եւ Տիմոթեոսին ուված երկրորդ նամակի մեջ էլ 3-րդ գլուխ 16 խոսքում առաքյալը այսպես է ասում. բոլոր գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շիտկելու եւ արդարության խրատելու համար, որբեսի Աստծո մարդը կատարյալ ըլլա ամեն բարի գործերու պատրաստված։ Այո, սիրելիներ, այսօր Աստված այս բարի գործը սկսել է իմ եւ քո կյանքում մեզ նորոգելու եւ Քրիստոսի նման դարձնելու։ Մենք կանչված ենք հոգի նորոգությունով ապրելու, օրե-օր նորոգվելու, Տիրոջը փառքը որբեսի հայլի մեջ տեսնելով։ Այդ գեղեցիկ կերպարը նկարագրում է Պողոս առաքյալը Կորինթացին ուված երկրորդ նամակի մեջ, նա երկրորդ Կորինթացիս 4-րդ գլխում կարծեմ, ներողություն, երկրորդ Կորինթացիս 3-րդ գլուխ 17 խոսքից, արդ Տերը հոգին է, եւ ուր Տիրոջ հոգին կա, հոն ազատություն կա, բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջը փառքը, որբեսի հայլի մեջ տեսնելով նույն պատկերին կնորոգվենք, փառած ի փառս, որբես թե Տիրոջ հոգի են։ Շնորհակալություն Տիրոջը, որ այս հրաշալի կյանքը մեզ բերեց երկնքից եւ մենք ունենք պարտականություն ուրանալու հին մարդը նորը հագնելու մեր վրա։ Դրա համար եթե ուշադիր ենք կարդում, առաքյալը միշտ ասում է, թե Հակոբոսը, թե Պետրոս առաքյալը, հինը խավարը հանել, նոր հագնել նորը։ Հինը խավարից հրաժարվել եւ նորը անել։ Պետրոսը այսպես է ասում, ուրեմն մեկի ձգելով ամեն չարությունը եւ ամեն խաբեությունը եւ կեղծավորությունները եւ նախանձը ու ամեն չարախոսությունը, սեներ, եթե մենք դեռ շարունակում ենք չարախոսել, նախանձել, կլինեն, որովհետեւ այս մարմինը քնած չի, հին մարդը քնած չի, բայց պետք է մեզ անմիջապես զգաստանալ, անմիջապես խոստովանել, ասել Տեր, ես սխալ եմ անում, այսպես չի, այսի նոր կյանքը չի, սա հին կյանքն է, հին մարդն է, դու ինձ կանչել ես նոր կյանքով ապրելու, դու այդպեսին չէիր։ Երբ որ ես պիտի մի բան անեմ, քննեմ, ես ինձ այդպես հարց եմ տալիս, ասում եմ Հիսուսը կաներ դա, Հիսուսը կնայեր սրան, Հիսուսը կլսեր էսի, միշտ ես հարցում եւ ես զգում եմ, որ տեսնում եմ, որ ասում է չէ, Հիսուսը չէր անի այդ բանը, ուրեմն արի ես էլ չանեմ։ Որովհետեւ եթե Տերը Հովհաննես այսպես է ասում, չէ, եթե կսենք թե ով որ կսե անոր մեջ կբնակի, այնպես պետք է քալե, ինչպես անիկա քալեց։ Սեներ Տերը օրհնե մեզի մի խոսքով ասած, Աստծո խոսքին տեղ տանք, լինենք կատարողներ, ոչ թե մենակ լսողներ, որբեսի մեր կյանքը օրհնյալ լինի։ Տերը օրհնե բոլորիս, ամեն։ Ասենք Փառք Տիրոջ, մենք համարյա արդեն ավարտին ենք մոտենում, Տերը օգնական լինի մեզ բոլորի սիրելիներ, Աստված մեզի տվել է հնարավորություն մենք վայելենք իր ներկայությունը, կյանքը, սրբությունը, գիտեք, երբ որ մարդուն հասնում է մի կարևոր բան, իրանից ինչ-որ ինքը իրանից մեծ մի բան է տեսնում, Եվ որ դրանից ինքը օգտվում է, դա իր համար ուրախություն է գալի։ Բոլորս էլ ապրել ենք այդ պահերը տարբեր իրավիճակներում։
Հիմա պատկերացնենք, որ Քրիստոսն է հայտնվել մեր կյանքում եւ Քրիստոս թույլ է տվել, որպեսզի մենք վայելենք իրան։ Գիտեք, հрьяաները, որոնք ճանաչել են դարերով Աստծուն ճանաչել են, նրանք անգամ վախեցել են այդ անունը իրան շուրթերին տան։ Անգամ չեն տվել այն խոսքի համար, որ գրված է, որ պարապ տեղը քո Տեր Աստծո անունը քո շուրթունքներին մի վերցրու։ Բայց այսօր Քրիստոսի շնորհքի փառքի մեջ տեսեք ինչքան փառավոր է Քրիստոս շնորհքը, որ մենք իրավունք ենք ստացել իր անունը կրելու, իրան հաղորդ լինելու, տեսնելու իր փառքի զորությունն ու մեծությունը, փառք իր անվանը։ Սա պետք է ինձ ուրախացնի, սա պետք է ինձ կյանք տա, սա պետք է ինձ խաղաղություն տա, որ ես Քրիստոս կյանքին հաղորդ եմ ելնում։ Փառք իր Աստծուն պահանջելներ։ Մենք քիչ հետո կերքենք փառաբանության երգեր, ես ուղղակի ուզում եմ մի տեղից կարդամ, ես սահմանափակենք այսօր մեր հավաքույթը եւ ինչպես ասում են, ինչպես եղբայրները ասացին, որ ամեն բան նորոգվի, նորովի լինի եւ Տիրոջ անունը փառավորվի։ Մենք որպես մարդ ապրելով այս երկրի վրա հաղորդ ենք ելնում տարբեր տեսակի իրավիճակների հետ։ Մարդկանց հետ ենք շփվում, տարբեր տեսակի իրավիճակների մեջ ենք ընկնում եւ միշտ հուսահատություն է պատում մեզի եւ մեզի թվում է թե Աստված չի լսում, մեզի թվում է Աստված աղոթները մեր չի անում եւ այլն։ Դա մարդկային հուսահատությունն է, բայց Սուրբ գրքում կա մի մարգարե, որ ոչ թե Աստծուց է սպասում, որ Աստված իրան անի, հապա ինքն է իր կողմից իր ոնց որ ասած պայմանը տալիս, ինքն է իր կողմից իր այսպես ասած որոշումը տալիս Աստծո նկատմամբ եւ այդ մարգարեն Ամբակումն է սիրելիներ։ Ուզում եմ կարդամ Ամբակում մարգարեության 3-րդ գլխի 17-րդ խոսքից հետեւյալ տողերն է ասում մարգարեն։ Տեսեք ինչ է ասում եղբայրներ քուրեր։ Ամբակում մարգարեություն 3-րդ գլուխ 17 խոսքից թեև թզենին ընձյուղ չտա ու որդերու վրա պտուղ չլա ու ձիթենին բերքը ստե ու արտերը կերակուր չտան եւ փարախեն ոչխարը կտրի ու գոմերու մեջ արչար չլա սակայն ես Տիրոջմով պիտի ցնծամ իմ փրկությանս Աստծովը պիտի ուրախանամ Տեր Եհովայիմ զորությունս է ու ին ոտքերես եղնիկի ոտքերու պես պիտի նե եւ զիս իմ բարձր տեղերուց վրա պիտի պտտցնե լսում եք սիրելիներ այս մարդը եկել Աստծո առաջ չի ասում Տեր Աստված ինչի իմ թզենին պտուղ չի տալի ինչի իմ գոմերում ոչխար չկա արչար չկա այս չի ասում ինքը չի ասում ինչու իմ արտերը կերակուր չեն տալի տեսնում եք սիրելիներ նա դրանք այդպես չի գալի Տիրոջ առաջ մեր որպես մարդ այդ հոգեբանությունը մենք ունենք երբ որ մի բան մեր կյանքում պակսում է մենք կանգնում ենք Տիրոջ առաջ եւ ասում ենք Տեր ինչու իմ գործը լավը չի ինչու իմ բիզնեսը չի աշխատում ինչու ես միշտ անհաջող եմ ինչի ես տեն չէ որ ես քեզ պաշտում եմ աղոթում եմ ցերեկ ու գիշեր բայց այս մարդը դրանով չի եկել Տիրոջ առաջ ասում է թեև ձիթենին թզենին ընձյուղ չտա այսինքն բողբոջ չանի, պտուղ չտա, որդերու վրա պտուղ չլնա, խաղողը պտուղ չտա, այդ մարդը այն ժամանակ այգեգործ ա եղել եւ դրանով է ապրել ինքը եւ ինքը տեսել է թե ոնց է ձիթենին ընձյուղ տալի, թզենին ընձյուղ տալի, ձիթենին պտուղ տալի, թուզը աճում է, արտերը կերակուր են տալի, ցորեն են տալի եւ ինքը ասում է թեկուզ այդ բոլոր բաները չլինեն իմ կյանքում, միևնույն է, ես իմ փրկության Աստծով պիտի ուրախանամ Կա այդ հոգի մեր մեջ սիրելիներ Կա այդ հոգի մեր մեջ որ մենք մեր փրկության Աստուծմով ուրախանանք փրկության ցնծություն ունենամ ես փրկության ցնծություն որ շատերը չեն ապրում ու չգիտեն թե ինչ բան է Քրիստոս կյանքի փրկությունը որ մեզի հասել է դա ամենաքաղցր ամենաբարի ամենասքանչելի ուրախությունն է որ մարդը երբևիցե ապրում է երբևիցե իր կյանքի մեջ հանդիպում է Տեսեք մարդկությունը երկրագնդի վրա տարբեր տեսակի միջոցներ է ստեղծել, որպեսզի իրան ուրախացնի։ Այդպիսի միջոցներ շատ կան աշխարհի վրա։ Սկսած գինուց բռնած ամեն տեսակի բաներից անունները չենք տալի։ Մարդիկ ուզում են իրանց ուրախացնել, բայց հաջորդ պահին նորից դատարկ է մարդկային հոգին, նորից տխուր է մարդկային հոգին։
Բայց այս մարդը ասում է ես իմ փրկության աստուծմով պիտի ցնծամ։ Այս ցնծությունը հավիտենականը նա չի վերջանում, նա չի դադարում սիրելիներ, անկախ մեր գտնված վիճակից, թե հիվանդության, թե չքավորության, թե առատության, թե չլինելու կամ լինելու դեպքում, թե ակսիդանի դեպքում, ինչ ուզում ալինի այսօր իմ կյանքիս մեջ, այս հոգին եմ ես ուզում, որ ասեմ, ես իմ փրկության Աստծո պիտի ցնծամ։ Եվ ասեմ, որ Տեր Եհովան իմ զորությունս է, սակայն, նորից եմ կարդում 18 խոսքից, այսպես է ասում, սակայն ես Տիրոջմով պիտի ցնծամ, իմ փրկությանս Աստծովը պիտի ուրախանամ, փրկության Աստծով պիտի ուրախանամ, ամեն բանի մեջ կա փրկության Աստվածը, ես նրանով պիտի ուրախանամ։ Դու հոժար ես այսօր, երբ որ քո հետ պատահի ինչ-որ բաներ, բայց քո ներսը փառաբանի ու երկրպագի Տիրոջը։ Տրտունջը դաթարի, սիրելիներ, դաթարանան ամեն տեսակի հակառակությունները Տիրոջ նկատմամբ, ինչ արել մեր Տերը մեզ համար, սիրելիներ, մեր Տերը Իրան ա տվել, իր անձն ա տվել, խաչվել ա նա, որպեսզի մենք ապրենք, չարչարվել ա, որպեսզի մենք կյանք ունենանք, սա է արել Տերը, դրանից ավել ինչ պիտի աներ մեր Տերը մեզ համար, ինչ պիտի աներ, եղբայրներ, քուրեր, ինչ եմ ես պահանջում իմ Աստծուց, լցվեք այդ հոգիով լցվեցեք, Տիրոջ խոսքը այսպես է ասում, Եփեսացիս 5-րդ գլուխ ես անցած անգամ այս տողերը կարդացի, բայց քանի որ սրանք ուժ ու կարողություն են տալի, ես կրկին անգամ կարդում եմ, որից հետո մենք ոտքի կկանգնենք եւ կերքենք փառաբանության երգերը, սիրելիներ, եւ աղոթքի կգանք։ Տեսեք ինչ է ասում 5-րդ գլխում Պողոս առաքյալը այսպես է ասում. Անոր համար անմիտ մի լակ, ապա իմացեք ինչն է Տիրոջ կամքը, եւ մի գինովնա գինյով, որու մեջ անառակություն կա, հապա հոգիով լցվեցեք։ Տեսեք, հոգիով լցվեցեք։ Ինչն է, որ պայմաններն է, որ մեզի բերում է հոգու լեցունության, սիրելիներ, հոգիով լցվեցեք, սա է Աստծո կամքը։ Եթե մարդը հոգիով լցված է, նա կարող է իր գտնված վիճակի մեջ փառավորել Հիսուսին։ Թեկուզ երևույթը ցույց է տալի, որ անհնար է սրա մեջ Տիրոջը գտնել, անհնար է, որ Տերը լսի իմ աղոթքը կամ աղաչանքը, երևույթը դաժան է, բայց Հիսուսը կյանքն է, որ ամեն բանից բարձր է մեր Տերը, ասենք փառավորվի Տիրոջ անունը, սիրելիներ։ Եվ խոսքը շարունակում է այսպես. Եվ սաղմոսներով եւ օրհնություններով, հոգեվոր երգերով ձեր մեջ խոսակցելով, երգեցեք ու սաղմոսեցեք Տիրոջը ձեր սրտերի մեջ։ Ամեն ատեն, ամեն բանի համար գոհություն տվեք Աստծո Հորը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Երբ որ հավատացյալը կանգնում է Տիրոջ առջև, գոհության ու փառաբանության աղոթք անում, այն ժամանակ երկինքը շարժվում է, այն ժամանակ ներսը շարժվում է մարդու, նրա մեջ քանդվում է բոլոր կասկածները, բոլոր հակառակությունները, գոհություն տվեք ամեն ժամանակ, ամեն ատեն, ամեն բանի համար եւ հոգու լեցունություն պիտի ապրեք։ Կտեսնեք ինչ քաղցր է Տերը, ինչ կյանք է Տերը, որ հոգու լեցունություն է գալի մարդու մեջ, փառաբանում է եւ սա իրականություն է։ Աստծո խոսքը իրականություն է, ինչու մեր մոտ չի կատարվում, ինչի եկեղեցու մեջ հոգու լեցունություն չկա, որովհետև մեր միտքը տրված է մարդկային պայմանների, խնդիրների եւ ամեն տեսակի խնդիրների առջև լուծելու կանգնացրելիներ։ Ինչպես լուծենք այդ հարցերը։ Երբ որ մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ գալիս եմ Տիրոջ առաջ, աղոթքով, որ Տեր ես հարցը լուծի, Տեր են հարցը լուծի, Տեր առողջությունս լուծի, Տեր չգիտեմ գործերս հարցը լուծի, բայց երկինքը լռում է, որովհետև երկինքը ասում է, գոնե մի անգամ շնորհակալություն հայտնել ես, գոնե մի անգամ փառք տալիս ես, գոհ ես, որ ես քեզի կյանք եմ պարգևել։ Երբ որ դու սկսում ես գոհանալ, ասում ես Տեր, ես շնորհակալ եմ քեզանից, որ դու ինձ կյանք ես տվել։ Այն խոստմունքը, որ դու ասել ես, որ ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի։ Ես հավատում եմ, որ հավիտենական կյանք ունի եւ դա բարձր է աշխարհի բոլոր բաներից։ Աշխարհի ամեն տեսակի ամենաքաղցր բաները, որ աշխարհը ներկայացնում է, դրանից քաղցր է Տիրոջ փրկությունը։ Սա ճաշակել է պետք եղբայրներ քուրեր։ Ինչ օգուտ եթե մեկը մտնի մի ճոխ ռեստորան, նայի այդ սեղաններին, բայց դրանից չօգտվի։ Ինչ օգուտ։ Դե դու գնա բոլորին պատմի, որ եղել ես այս ռեստորանում, որ տեսել ես այս համադամ կերակուրները, բայց չես օգտվել դրանից։ Իրանց ինչ, որ լսեն քո ասածները, ինչ պետք է դրանից իրանք հասկանան, թե դու ինչ ես արել,
կանգնած ես միտեղ, որտեղ համադամ ճողկերակուները դրած ու դու չես օգտվում դրանից։ Այսօր Քրիստոս կանգնած աստեղ, ես չեմ օգտվում դրանից։ Գնամ ում ինչ ասեմ։ Ինքս ինձ ինչ ասեմ ինձ։ Տիրոջ խոսքի մեջ Մարգարեն ասում է. «Մեղք մի գործեք, հապա ձեր անկողների վրա խոսեցեք ձեր սրտերի հետ եւ լռեցեք»։ Խոսեցեք ձեր սրտերի հետ եւ լռեցեք, որովհետեւ այդ լռության պահին Հիսուս ինքը կխոսա քո հետ։ Այդ լռության պահին Աստված ինքը կխոսա քո հետ, որովհետեւ այդ է ասում Մարգարեն սիրելիներ, թող Տիրոջ անունը փառավորվի։ Ուրեմն գանք ոտքի, սաղմոսներով, երգերով ու աղոթքներով փառավորենք Տիրոջ անունը, սիրելիներ։